Լուսնե ջան, ես կուլտուրական դոձիկ մարդ չեմ, դոձիկ քաղաքական գործիչ չեմ, ասում միայն սահմանադրական ճանապարհով։ Ես ասում եմ ցանկացած ճանապարհ, որը որ օգուտ կբերի պետությանս։ Հիմա, եթե պետությունը բռնազավթված է, Լուսնե ջան, ես զինված ապստամբություններ եմ, հեղաշրջումներ եմ արդարացնում, բայց եթե դա բերի նպատակին օգուտ բերի պետությանը։ Այսօր մենք ցավոք սրտի մեծ իրավիճակում ենք հայտնվել, որ զինված ապստամբություն եթե անեն ու ստացվի, ասենք հաջողի իշխանությունը վերցնեն, դա արդեն դա միանգամից կլինի պետականության կորուստ է, որովհետև Թուրքիան միանգամից զորքը կմցնի Հայաստան, կասի տարածաշրջան եկել են տերորիստներ, ու չի բացառում, որ թուրքները ստե կազմակերպի տես մի բան։ Թուրքը սարքի Նիկոլին խփեն, որ դա պատերվա կլինի, ինքը զորքը կողի Հայաստան, աշխարհն էլ չի կարա դե խոսա, չի կարա ասես ինչ է, կասա ֆակտ իրանց վարչապետին մտել են քյուլել են։ Բայց չմտնեն տերորիստներ են եկել տարածաշրջան, ոնց զորքը կողեց Սիրիա, ոնց զորքը կողեց Կիպրոս, կասին մտնում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու, տարածաշրջանը պաշտպանելու տերորիստներից։ Այսինքն հիմա եթե Նիկոլին մեկը խփի հանգարտ ու ստացվի գա իշխանության, դա կանաչ լույս առնելու թուրքերի համար, որ Թուրքիայի մտեն, այսինքն մենք կարագացնենք հայկական պետականության վերջնական կորուստը կարագացնենք, այն ինչը որ հիմա Նիկոլը անում է դանդաղ, մենք փորձում ենք դեմը առնենք։ Այդ դա միանգամից իրականանա, եթե մտնեն Նիկոլի խփեն, վլաստը վերցնեն։